Բարև ձեզ, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, դուք գործարար ալիքն եք լսում կամ դիտում եք մեզ լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներից որևէ մեկում։ 5-շաբթի է այսօր, թե 5-շաբթի է, ավանդաբար դուք գիտեք, որ գործարար ալիքի եթերում 5-շաբթի օրերը տեխնոլոգիական են, մենք դրանք անցկացնում ենք առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ, Թեքայերն են եթերում, Սարգիս Կարապետյանի հեղինակային հաղորդաշարն է, սա բարև ձեզ։ Ողջույն Նայիջ։ Մենք նախապես ենք հաղորդումը տեսաձայնագրում, բայց ամսի 11-ին տեղի է ունենալու ասոցիացիայի համաժողովը, դա շատ կարևոր իրադարձություն է ցանկացած հասարակական կազմակերպության կյանքում, երբ դուք մեզ լսեք, ամենայն հավանականությամբ այն արդեն տեղի ունեցած է լինելու եւ փոփոխություններ են լինելու ասոցիացիայի թե ղեկավար մարմնի կազմում, թե ինչ որ այլ որոշումներ են կայացվելու, ամեն դեպքում այսօր մենք խոսենք, թե ինչ է ընդհանուր առմամբ համաժողովը, ինչ են տեղանում, իսկ հաջորդ հաղորդմանը ձեզ արդեն կպատմենք, թե ինչ որոշումներ է ընդունել համաժողովը։ Դեռից սկսենք։ Ինչի համար են արվում համաժողովները կոնկրետ ձեր կազմակերպությունում։ Եթե զուտ իրավական տեսանկյունից նայենք, համաժողովը մենք պարտավոր ենք տարեկան մեկ անգամ համաժողով անենք, որպես բիզնես ասոցիացիա։ Համաժողովը մեր ձայնի իրավունք ունեցող անդամների ժողովն է, մեր բարձրագույն կառավարման մարմինն է համաժողովը։ Իսկ միջոցառումը համաժողովի դա երբ որ այդ մարմինը գործի է դնում իր պարտավորությունները եւ իրավունքները, տարին մի անգամ հավաքվում ենք ու հիմնականում այդտեղ տեղի է ունենում տարեկան հաշվետվություն, այսինքն գործառնական թիմը աշխատել է, խորհուրդը նախագահն աշխատել են 1 տարի եւ ամբողջ համայնքին հաշվետվություն ենք տալիս, թե ինչ են կարել այս ընթացքում, ինչ հաջողություններ կան, ինչ ձախողումներ կան, ինչ ձեռքբերումներ կան, մյուս գործողությունը որ անում ենք, ընտրում ենք նոր կառավարման մարմին, խորհրդի նոր կազմ է ընտրվում, նախագահ է ընտրվում, ու սա միության անդամների գործիքն է իրենց ձայնը իրացնելու, այսինքն ընտրվում է 12 հոգի խորհրդի կազմ, ընդ որում շատ լայն մասնակցությամբ տարբեր կլաստերների, ունենք ստրատեգիական անդամներ, որոնք առանձին աթոռ ունեն, 10 ընտրվում են համամասնական, ստրատեգիականներից մեկ աթոռ ավելանում է եւ Pioneer տեսակ ունենք հիմնականում փոքր ընկերությունների համար եւ մեկ աթոռ ապահովում ենք նրանց համար, որպեսզի իրենց ձայնն էլ խորհրդում ներկայացված լինի, իսկ մնացած 10-ը ընտրվում են համամասնականով եւ ընտրվում է նախագահ։ Մեր մոտ նախագահն նաեւ ծառայում է որպես խորհրդի նախագահ եւ երկու մարմիններն էլ շատ կարեւոր կառավարման մարմիններ են, գրեթե ստրատեգիական բոլոր որոշումները այդտեղ են կայացվում ու շատ կարեւոր է որ այստեղ անդամները եթե իրենց դուր չի եկել նախորդ խորհրդի կատարած աշխատանքը որոշումները, այդ շանսն է տարին մեկ անգամ դա արտահայտելու նոր խորհուրդ ընտրելու միջոցով կամ առաջադրվելու խորհրդում գալու եւ ավելի իրենց կլաստերի ձայնը ավելի լսելի դարձնելու մեխանիզմն է, արդեն ունենք մոտ 20 առաջադրված տեխնացուներ խորհրդի կազմի, այս տարին համաժողովը թեժ է լինելու էլի, քանի որ փոփոխություններ ունենք ահագին խորհրդի անդամներ այս տարի տեխնացություն չեն դրել, ովքեր երկար տարիներ խորհրդի անդամ են եղել, դա որոշների մոտ անձնական պատճառներ են, որոշների մոտ պայմանավորված է նրանով, որ այս տարի էլի բեկումնային է, կանոնադրական փոփոխություններն ենք նաև, քանի որ մեր կանոնադրությունը հաստատում է համաժողովը, կանոնադրական փոփոխություններն ենք նաև ամեն տարի ներկայացնում համաժողովի դատին ու արդեն որոշում ունենք, որ ներկայացնելու ենք խորհրդի եւ նախագահի ռոտացիոն մեխանիզմը, մինչեւ այս չենք ունեցել ռոտացիոն մեխանիզմ, ռոտացիան տեղի ունեցել բնականon, ովքեր չեն ընտրվել, ովքեր հրաժարվել են, իրենց տեղը եկել են նոր խորհրդի անդամներ, բայց հիմա առաջարկում ենք 2 տարին 1 տարով բաց թողել խորհրդի ընտրությունները,
սա կբերի համայնքի ավելի ներգրավվածության, համայնքը շատ մեծացել է, գիտեք, որ վերջին 2.5 տարվա ընթացքում անդամների քանակը 270%-ով աճել է, մենք արդեն 275 ընկերություն ենք ներկայացնում, համայնքում կան շատ հետաքրքիր նոր դեմքեր եւ հին խորհրդի անդամների մոտ արդեն այդ ցանկությունը նույնիսկ կա ինքնակամ հրաժարվելու մասնակցելու, որպեսզի հնարավորություն տան նոր մարդիկ կան, նոր գաղափարներ կան, նոր մոտեցումներ կան, նախորդ ընտրությունների ժամանակ բնականon ձևով 40-50% ռոտացիա եղավ եւ բավականին հետաքրքիր նոր դեմքեր ունեինք ու նույնիսկ ընտրությունները նոր ձևով եղավ արդեն անցած տարվանից սկսած արդեն ավանդույթ դարձավ փաստորեն մինչև այդ ԱՏԾՄ ընտրությունները հանրային քարոզարշավ չէր տեղի ունենում տեխնացուների կողմից եւ նաեւ մեխանիզմը այնպեսին էր որ պետք է անդամը հրաժարական տար, եթե հրաժարական չէր տալիս, ավտոմատ համարվում էր խորհրդի տեխնացու։ Հիմա անցած տարի կանոնադրական փոփոխություն արեցինք, որ պետքա ինքն առաջադրվել կամ ինչ որ մեկը պետքա առաջադրի, որովհետև 270 ընկերություն կա ու բոլորը չէին կարող խորհրդի տեխնացու լինեին ու պետք է հրաժարականներ հավաքեինք, ովքեր որ չեն ուզում, ու տենց վիճակ էինք ունել, որ մարդը ընտրվում էր հետո է հրաժարական տալի, ինչի այդքան էլ ճիշտ չի, որտեվ այդ ձայները փաստորեն փոշիանում է, քաղաքական տերմինը, տեխնոլոգիական տերմինաբանություն։ Հիմա ավելի լավ մեխանիզմ ունենք այս մասշտաբների համար, առաջադրվելով է ու արդեն ոնց որ դեռ ռոտացիոն մեխանիզմը ուժի մեջ կմտնի մի քանի օր հետո եթե համաժողովը հաստատի, բայց արդեն խորհրդի անդամներ ունենք, որ ինքնական 2 տարի կամ 10 տարի խորհրդում են եղել, ասցին դե եթե ռոտացիա ենք մտցնում, ես այս անգամ բաց կթողեմ հնարավորություն տալու նոր անդամներին առաջադրվել ու խորհրդում ծառայել։ Նաև խոսում է նրա մասին, որ ասոցիացիայում ընդհանուր առմամբ շատ առողջ միջավայր է միությունը։ Իհարկե, հակված չեն անընդհատ մնալու բորդում, անընդհատ ղեկավար պաշտոն զբաղացնելու, նույնիսկ հասարակական հիմունք։ Այդպիսի բամբասանքներ նախկինում պատտվում էին ԱՏԶՄ-ի շուրջ, որ այտենց մի խումբ մարդիկ են, որոշում կայացնողները անհատներ են, որոնք տենց վերցրել են խորհուրդը, չեն թողում նոր մարդիկ, բայց անդամների այս 200% աճը հստակ ցույց է տալիս, որ եթե կան ցանկացողներ, այդ հնարավորությունը տրվում է, նույնիսկ ինքնակամ, այսինքն կանոնադրությամբ ֆիքսում ենք զուտ, որ իրավական տեսանկյունից այդ ամեն ինչը կազմակերպվի, բայց փաստացի փորձը ցույց է տալիս, որ այդպես չի, որտեվ մարդիկ այսինքն կանոնադրությամբ ֆիքսվում է այն ինչ փաստացի գոյություն իրական թե կանոնադրությունը ստիպում է վարվել այդպես, այլ մարդիկ այդպես են վարվում, հետո դրվում է դա կանոնադրության։ Մարդիկ մտածում են դրսից, թե ԱՏԶՄ խորհրդում լինելը դա տենց մեծ շահ է մարդու համար, բայց իրականում դա ծառայություն է, վճարովի չեն վարձատրվում ու առելի մեծ ժամանակ ու դժվար իրավիճակներում նաև ռեսուրսներ, թե մարդկային, թե ֆինանսական խորհրդի անդամները միշտ մասնակցում են ու ամենակարևոր բանը, որ իրենց ժամանակից գոնե ամիսը մի անգամ տրամադրում են ԱՏԶՄ-ին հասարակական աշխատանք է։ Ինքը այդպես չի, որ երբ որ միությունը փոքր էր, թվում էր թե անդադ նույն մարդիկ են, որովհետև իրանք չեն թողում, որ նոր մարդիկ լինեն, բայց տենց չի, որ բոլորը պատրաստ են այդ ժամանակը ունեն կամ պատրաստ են այդ հասարակական բեռը վերցնեն։ Հիմա որ միությունը մեծացել է, բաների կամավորների քանակը շատացել է խորհրդում ծառայելու, մարդիկ հաճույքով հրաժարվում են։ Նույնիսկ այս տարի նախագահի փոփոխություն է սպասվում, որտեվ գործող նախագահ Ալեքսանդր Եսայանը առաջադրվել է խորհրդի կազմում, արդեն մեր համար հայտնի է, որ չի առաջադրվել նախագահի, նույնիսկ ինքը առաջադրել է նոր նախագահի տեխնացու։ Եվ մենք նախապես ենք տեսած ձայնագրում եւ երբ դուք լսեք այս հաղորդումը կամ դիտեք, դա արդեն փաստացի տեղի ունեցած կլինի, բայց վստահաբար արդեն կարելի է ասել, որ ասոցիացիան ԱՏԶՄ-ն նոր նախագահ է ունենալու
որովհետև հին նախագահ նույնիսկ չի առաջադրվել։ Չի առաջադրվել, ունենք նոր մի տեխնացու, հուսով եմ մինչև համաժողով եւս տեխնացու կունենանք, եթե չէ, մի տեխնացու ունենք Արմենը Վոլոյի հիմնադիր, արդեն հին նախագահն առաջադրել Արմենին, Արմենն էլ հենց այնպես չի հին նախագահն առաջադրել, Արմենը վերջին տարիներին խորհրդի ընտրություններում երկար տարիներ խորհրդում ծառայած մարդ է, երկրորդը վերջին տարիներին խորհրդի ընտրություններում ամենաշատ ձայն հավաքած մարդն է։ Փաստացի ինքը ունի համայնքի լեգիտիմություն, եթե էդի գանք քաղաքագիտական, քաղաքատեխնոլոգիական տեղ։ Ու ենթադրում եմ, որ նոր տեխնացուներ, ավել տեխնացուներ չունենք, նաև պատճառը է դա, որ Արմենը մեծ հարգանք է վայելում ու նաև մի քիչ էլ մարդիկ մտածում են, որ դե Արմենը միշտ խորհրդի ընտրություններով ամենաշատ ձայնը հավաքում։ Արդյոք իմաստունի է իր մրցակցության բան կա։ Բայց ամեն դեպքում հորդորենք, որ փորձեն։ Իհարկե, դե արդեն ուշ է լինելու հաղորդումը գնացածը, մենք ակտիվ հորդորում ենք, որ նոր տեխնացուներ լինեն, այո։ Կարող է քիչ ձայն հավաքեն Արմենից, բայց հասկանան ինչքան են հավաքում։ Որտեվ էտել է, չէ՞, կարևոր։ Կարող է դու առաջինը չես, բայց հասկանաս, որ տեղով ես հաջորդին գնում, այսինքն թե դու ինչ աջակցում ունես համայնքի կողմից։ Նոր փոփոխություններ էլի ունենք, մենք ունենք նաև վերստուգող մարմին, որը նախկինում նշանակվում էր այն մարդը, ով խորհրդի ընտրություններում չէր անցնում խորհուրդ, բայց ոնց որ 11-րդն էր լինում։ Մենք հասկացանք, որ այդ մեխանիզմը այդքան էլ ճիշտ չի, որովհետև դա լուրջ պարտավորություն է ու երբ որ մարդը պարտվում է խորհրդի մյուս անդամներին ու դառնում է խորհրդին վերստուգող մարմին, մի քիչ ոնց որ ուժային դիսբալանս կա, դրա համար այս տարի արդեն հաստատել ենք, որ առանձին տեխնացուներ ենք այդտեղ հիմա գրանցում, դեռ ունենք մեկ տեխնացու, հուսով եմ կավելանան, պարոն Ալիխանյանն է, երկար տարիներ խորհրդում ծառայած մարդ, ու ինքն էլ ամեն տարի խորհրդում միշտ լավ ձայներ էր հավաքում, այնպես որ այս տարի պարոն Ալիխանյանը առաջադրվել է վերստուգողի բանում, պաշտոնում եւ հուսով եմ էլի կունենանք տեխնացուներ, տեղել կլինի մրցակցություն ու մի հատ էլ ենք կանոնադրական փոփոխություն առաջարկում, որ մյուս տարվանից արդեն եթե համաժողովը հաստատի վերստուգողը մարմինը մի հոգուց չլինի բաղկացած, այլ 3 հոգուց բաղկացած կլինի եւ մի հատ էլ շատ հետաքրքիր բան ենք առաջարկում, որը կարելի ասել արդեն կարիք է դարձել այս տեսակ մեծ միության համար, դա անվանակարգային հանձնաժողով է 5 հոգուց բաղկացած, որը տարվա ընթացքում կձևավորենք, դա այն հանձնաժողովն է, որը որ խորհրդի տեխնացուներին ամեն տարի նաև կանոնադրությամբ սահմանում են խորհրդի անդամի պրոֆայլը, ինչ կրիտերիաների պետք է համապատասխանի մարդը, դες շատ խիստ չենք, շատ ազատական է իրականում, ուղղակի մի քանի բաներ կան, որ պետք է ընկերության ղեկավար կազմից լինի, պետք է 1 տարի գոնե ԱՏԶՄ անդամ եղած լինի, ինչ որ կրիտերիաներ ենք դնում, որ խորհրդում ավելի ինչ որ որակական եւ փորձի բան ունենանք, ապահովում ունենանք եւ հանձնաժողով ենք ստեղծում, որը որ խորհրդի տեխնացուներին այդ կարգով ստուգելու է։ Նախկինում դրա կարիքը չի եղել, որովհետեւ բոլորը բոլորին ճանաչում էին։ Հիմա համայնքը մեծացել է, ասոցիացիան մեծացել է։ Ճիշտ եմ հասկանում, որ համայնքի եւ ասոցիացիայի մեծանալու հետ միանշանակ մեկտեղ դուք որպես նաև օպերացիոն հատվածի պատասխանատու, որպես գործադիր տնօրեն պիտի ավելի ուշադիր լինեք թափանցիկությանը, ընտրություններում եւ նմանատիպ հարցերում, որովհետեւ եթե այն ժամանակ տենց կոպիտ ասած ինքը մի ընտանիք էր, մարդիկ էին, ովքեր որ իրար շատ վաղուց ճանաչում էին, տարբեր նախագծերում ներգրավված էին, ուտեղ իրար մասին կասկածելու
որ կարիք չկար, բոլորը բոլորին ճանաչում էին, հիմա ինքը ավելի լայն է եւ երևի թե պետքա դա ավելի թափանցիկ ու ավելի երևացող լինի։ Ինստիտուցիոնալ առումով ինչքան մեծանում ենք, այնքան ավելի խիստ ու թափանցիկ ինստիտուցիոնալ, այսինքն կանոնադրությամբ հաստատված ձևով պետքա վարենք։ Նաեւ մենք հիմա ակտիվ խոսում ենք նրա մասին, որ միությունները ընդհանրապես պետք է ակրեդիտացիա եւ լիցենզավորում կամ ինչ որ մի ստուգում անցնեն, թե ինչն է պետությունը, քանի որ հիմա վերջին տարիներին հանրային եւ կառավարություն պետություն երկխոսությունը եւ համագործակցությունը նոր գծերի վրա է դրվում, մենք նաեւ պահանջում ենք դա, նաեւ կառավարության կողմից կա այդ բանը, մոտեցումը ակտիվ ներգրավելու քաղաքացիական հասարակությանը, մասնագիտական միություններին, մենք նաեւ եւ հայտնում ենք մեր պատրաստակամությունը ինստիտուցիոնալ մակարդակում զարգանալու եւ նոր ավելի պրոֆեսիոնալ միջազգային ստանդարտներով գործելու օրինակ, մենք այս տարի արեցինք դեկտեմբերին նախորդ 2 տարվա համապարփակ աուդիտ, մուր ընկերությունը միջազգային կազմակերպեց, մեր գործընկեր, ինչի համար շատ շնորհակալ ենք, կարճ ժամկետներում շատ որակով կազմակերպեցին, դա արդեն հանրային մեր կայքում եւ Digitech-ի կայքում դրված է, ԱՏԶՄ բոլոր եւ ՍՊ-ի, UIT Expo ՍՊ-ի, որով թողարկեցինք նաեւ պարտատոմսեր, Ջալոց եթե դեռ չեք մասնակցել մինչև փետրվարի 20-ը հնարավորություն կա մասնակցելու պարտատոմսերին։ Ես հասկացա, իրանք հաջողությամբ իրացվում են այս։ Այո։ Ինքն ամեն ինչ մեր նախնական հաղորդումների որ զրուցում էինք, պլանով անում ամեն ինչ։ Բայց ուզում եմ հետ գանք այդ ինստիտուցիոնալ մասին, մենք անցել ենք 2 տարվա աուդիտ եւ արդեն ունենք խոստում ամեն տարի համապարփակ աուդիտ անցնելու, որը դրվելու է հանրային մեր կայքում, դա եւ ֆինանսական եւ բովանդակային բոլոր առումներով, արդեն մի հատ 2 տարվա անցել ենք ու ապացուցել ենք, որ մենք թափանցիկ ենք աշխատում եւ դրական աուդիտի կարծիք ունենք միջազգային ընկերության կողմից, բայց քանի որ նախորդ տարիներին մենք դա չէինք անում եւ հանրային չէինք մեր կայքում տեղադրում, ովքեր մեզ չեն ճանաչում, արդարացիորեն կարային մտածեին, կարային հավատային, այո, մեր անդամները մեզ հավատում են, վստահում են, բայց որոշեցինք, որ եթե մենք պահանջում ենք, որ պետությունը սկսի միություններին ինստիտուցիոնալ այլ նշանակություն տալ, ձայնը ավելի լսելի լինի, դա բերում է նրան, որ նաև մենք հիմա գործով ցույց ենք տալու, որ մենք պատրաստ ենք էլ ավելի թափանցիկ աշխատելու եւ ավելի ստանդարտների մեջ աշխատելու ու ինստիտուցիոնալ փոփոխություններ այդ դրա մասին վկայում է եւ խորհրդի ռոտացիան եւ անվանակարգային հանձնաժողով եւ վերստուգող հանձնաժողով սարքելու այս առաջարկությունները այնպես որ նոր շրջափուլ ենք մտնում արդեն երկրի ամենամեծ տեխնոլոգիական ասոցիացիային հարիր մոտեցումներով եւ մեխանիզմներով ովքեր են ընտրում, այ մենք անդադար խոսում ենք ընտրություն նրանք կընտրվեն, սրանք կընտրվեն, սա չի առաջադրվել ես տեսել եմ անդամակցության մի քանի փաթեթ արդյոք բոլոր փաթեթների մասնակիցները բոլոր փաթեթներով միացածներ ունեն ընտրելու իրավունք ոչ ու մենք ունենք նախ տեխնոլոգիական ընկերություններ են մեծամասնությունը 85-90% տեխնոլոգիական ընկերություններ են ունենք ասոցացված ընկերությունների տեսակ գիտեք ես վերջերս Ամերիկյան բանկն է միացել բանկերի համար ունենք փաթեթ ունենք consulting ընկերություններ այսինքն այն ճյուղերը տնտեսության որոնք որ ասոցացվում են ուզում են ակտիվ տեխնոլոգիական համայնքի հետ շփվեն եւ այլն ծառայություններ կամ ծառայություններ այո
Օրինակ հաշվապահական ընկերությունները մեծ դեր ունեն հարկային քաղաքականության մշակման մեջ, որտեղ իրենք են տեխնոլոգիական ընկերությունների հաշվապահությունը վարում հարկային քաղաքականության մեջ, ունենք անդամներ, որոնք որ ակտիվ այդտեղ մասնակցում են, բայց իրանք իրավունք չունեն քվեարկելու խորհրդի ընտրությունների ժամանակ եւ իրավունք չունեն նաեւ առաջադրվելու խորհրդում կամ նախագահի պաշտոնում։ Այդ մի տեսակը, մյուս տեսակը տեխնոլոգիական ընկերությունների մեջ է, քանի որ մենք ունենք անդամակցության փաթեթներ 10,000 դրամից մինչև 3 միլիոն դրամ, նաև այդտեղ ունենք բան, որ այն ընկերությունները, որոնք ընտրում են շատ փոքր փաթեթներ սիմվոլիկ, որտեղ միության միանալը դա միայն անդամակցություն վճարել չի, անդամակցությունը դա մասնակցությունն է այս ընդհանուր գործին, այսինքն միության միանալը դա առաջին հերթին մանդատ փոխանցելն է միությանը քո անունից քո շահերը պաշտպանելու, հետո նոր ֆինանսական ներդրում այդ շահերի պաշտպանությունը ավելի որակով, ավելի մեծ թափով անելու, ունենք սահմանափակ իրավունքներով տեխնոլոգիական ընկերություններ, որոնք հիմնականում շատ փոքր մասնակցություն ունեն ֆինանսական տեսանկյունից, իրանց համար կա խորհրդում աթոռ առանձին, որ իրենց ձայնը ապահովված լինի, բայց իրենք ընտրություններին չեն մասնակցում։ Այսինքն ընտրություններին մասնակցում են մյուս անդամները, իրանց մեջից ընտրում են ինչ-որ մեկին, որ խորհրդի այդ աթոռը, որը կպաշտպանի, իրենք չեն ընտրում, այսինքն ընտրության իրավունք ունեցողները իրանց մեջից ընտրում են մեկին, ով խորհրդում կներկայացնի իրենց շահերը։ Այսինքն կարող են ընտրվել, բայց չունեն ընտրելու իրավունք։ Այո, սահմանափակ իրավունքներով է, ու համամասնականով չեն կարող ընտրվել։ Միայն այդ մի աթոռի համար կարող են պայքարել, բայց փաստացի իրենք կառավարմանը մասնակցում են, բայց սահմանափակումով, որ մի աթոռ ունեն, ասենց ասեմ, այս մեխանիզմը ահագին քննարկել ենք նորենք եկի այս մեխանիզմին, արդեն 2 տարի է, նույնիսկ մենք ժամանակին ունեինք արձագանք այդ անդամների կողմից, որ համամասնականով, երբ որ ընտրելու իրավունք կա, առաջադրվելու իրավունք կա, համամասնականով իրենց դժվար էր լինում անցնել։ Այսպես իրենց ձայնը շատ ավելի է, թվում է թե սահմանափակվել է իրավունքները, բայց կառավարմանը մասնակցելու շանսերը մեծացել են այն առումով, որ 100% մի աթոռ իրանցն է, դա չի քննարկվում, նույնիսկ եթե իրանք մրցակցությունում պարտվում են։ Մեր հաղորդումը ավարտին է մոտենում, բայց ուզում եմ մի բան պատմեք մեզ։ Ըստ ձեզ հաջորդ խորհրդին եւ հաջորդ նախագահի առջև դրված ամենակարևոր 3 հարցը մոտակա մի տարվա համար։ Դե ամենակարևոր հարցը դա մեր տեխնոլոգիական համայնքի շահերի պաշտպանությունն է ու տեխնոլոգիական առարկայական։ Կա ինչ-որ տենց առանձին, որ իրանք գալիս են սա եւ սա։ Առաջինը դա միշտ մեր կանոնադրական պարտավորությունը, դա մեր անդամների ընդհանուր էկոհամակարգի շահերի պաշտպանությունն է Հայաստանի տնտեսության մեջ, որտեղ մենք հավատում ենք, որ մեր համայնքը դա տնտեսության շարժիչ ուժն է, եւ կառավարության հետ այս տարի խորհրդարանական ընտրություններն նոր խորհրդի եւ նախագահի դերն է նաեւ ապահովել լավ հարաբերություններ եւ գործող կառավարության եւ այն կառավարության, որը գալու է, որտեվ մենք համագործակցում ենք ոչ թե քաղաքական ուժերի հետ, այլ Հայաստանի լեգիտիմ կառավարության հետ, ով որ ընտրվում է, մենք իրանց հետ աշխատում ենք, այնպես որ գործող կառավարության հետ դեռ շատ գործ ունենք անելու եւ ընտրություններից հետո ինչ նոր կառավարություն էլ որ ձևավորվի, էլի մեծ գործ ունենք անելու, այստեղ այդ քանի որ ընտրությունների տարի է, խորհրդի եւ նախագահի մոտ մեծ պարտավորություններ են առաջանում, նաև ոնց որ շեշտելով, որ մենք ապաքաղաքական կառույց ենք, մեր անդամների մեջ կան բոլոր տիպի քաղաքական հայացքներով մարդիկ, եւ մենք պաշտպանում ենք ոլորտի համայնքի շահերը հավասարաչափ, այո, այսինքն մենք չենք խառնվում քաղաքական
օրակարգին, ընտրություններին չենք մասնակցում որպես կառույց, հա, մեր անդամները մասնակցում են որպես Հայաստանի քաղաքացիներ եւ իրանք ունեն իրանց քաղաքական հայացքները, այսինքն մեր օրակարգում ընդհանրապես այդպիսի հարց չկա, այսինքն ոչ համաժողովին, ոչ խորհրդի նիստերին, ոչ մի քաղաքական հարց չի քննարկում։ Քաղաքական հարցերը մեր դաշտում են միայն այն տեսանկյունից, որ մենք հանրային քաղաքականության պատվիրատու մարմին ենք, ձևավորում ենք կարիքները, դրա համար համաժողովին նաև համաժողովին ընդառաջ հիմա այդ աշխատանքը տանում ենք, որ մեր համայնքի կարիքները արձանագրում ենք մի փաստաթղթի մեջ եւ հանրային տեղադրելու ենք մեր համայնքի պահանջները հնարավորություն տալով կառավարությանը ծանոթանալու եւ արձագանքելու այդ ամեն ինչին, այնպես որ գործը այդպիսին է, այսինքն խորհրդի եւ նախագահի առաջ դրածա համայնքի շահերը լավ ձևակերպել եւ պաշտպանել այս փոփոխական ժամանակահատվածում։ Մյուս նպատակը դա ֆինանսական կայունությունը եւ անկախությունը ապահովելն է, արդեն նշեցի, որ պարտատոմսեր ենք թողարկել, որը մեծ քայլ է 1.5 միլիարդ դրամի պարտատոմսեր ԱՏԶՄ-ի ֆինանսական կայունությունը եւ երկարաժամկետ հաջողությունը ապահովելու համար, որտեվ ԱՏԶՄ-ն շատ բազմաֆունկցիոնալ կառույց է, մենք կրթական ծրագրեր ենք անում, դիջիտեկ ենք անում, ունենք եւ բարեգործական ոչ շահույթ հետապնդող ուղղություններ եւ նաեւ շահույթ հետապնդող ուղղություններ, որոնցից եկած եկամուտները ելի ծառայում են մեր ոչ եկամուտ բերող ուղղություններին, օրինակ Արմաթը ամբողջությամբ անվճար կրթություն է, Իջևանում իրական դպրոց ունենք, որը անվճար կրթություն է տալիս, շահերի պաշտպանությունը մեր անդամների, այսինքն անդամավճարները մեր եկամուտների մի աղբյուրն են, նաև ունենք պետական ֆինանսավորում համագործակցում ենք Արմաթի տեսանկյունից, բազմակողմանի է եկամուտների աղբյուրները եւ այս պարտատոմսերը ներդրվելու են եւս եկամուտների աղբյուրներ ստեղծելու շահույթաբեր, որպեսզի կարողանանք նաև սպասարկենք տոկոսները 13% եկամտաբերությամբ մեր ներդրողների համար, այսինքն մենք այդ առումով էլ նոր շրջափուլ ենք մտնում, Հայաստանում առաջի անգամ թողարկվում են impact bond-ը կոչվում աշխարհում, ազդեցության պարտատոմսեր, որ մարդը ներդրում է կատարում եւ համ ֆինանսապես է օգտակար լինում, համ էլ երկրի վրա լուրջ ազդեցություն անում տեխնոլոգիական կրթության, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման։ Մի խոսքով, մյուս ուղղությունը դա ֆինանսական կայունությունն է, ես երկուսը ամենակարևորն են, իհարկե մենք 4 ռազմավարական ուղղություն ունենք, որոնք հավասար կարևորություններով են, բայց այդ երկուսը դա մեր ամենակարևորն են այս մոտակա մի տարվա համար, որը երկուսն էլ բավականին բարդ ու ծանր գործ են։ Պես որ մենք հաջողություն ենք մաղթում նոր կազմին եւ նոր նախագահին, որը մենք դեռ չգիտենք ով է, բայց ինքը այլևս կա։ Սիրելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ մենք մի փոքր ավելի վաղ ենք գնում, երբ դուք մեզ լսեք կամ դիտեք, այլևս նոր կազմը կլինի եւ նոր նախագահ կլինի, ում եւ մենք հաջողություն ենք մաղթում։ Դուք Թեք հայեր հաղորդաշարն եք լսում, սա Սարգիս Կարապետյանի հեղինակային հաղորդաշարն է, մի փոխեք ռադիոընթունիչի ալիքը, որովհետև հինգշաբթին մեզ մոտ տեխնոլոգիական է, հաջորդիվ նոր հաղորդումներ կլինեն։ Այսօր այսքանը, մենք հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք։